Շատ գեղեցիկ է իրականում մեր Հայաստանը եւ իր բոլոր տարածաշրջաններով, տեղանքներով եւ հատկապես մարդկանցով։ Մարդիկ, որոնք ստեղծարար են, նորարար են, պրպտող են, աշխատասեր են եւ նպատակասլաց են ամենակարևորը։ Ու այս ամբողջ փունջն իրար հետ նաեւ մեկ բառով կարելի ասել տաղանդավոր են։ Տաղանդավոր են բոլոր ոլորտներում։ Եվ հենց այդպիսի տաղանդավոր մի մարդու շնորհիվ մայիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհավաքվեն եւս երկու այլ ազգի արդեն տաղանդավոր երաժիշտներ եւ կդառնա 3 դաշնակահար ֆորմատը, որը վերջին տարիներին մի քիչ պասիվացել էր Հայաստանում, չնայած որ վստահ եմ շատ երաժշտասերներին ծանոթ ֆորմատ է սա։ Ավելի մանրամասն տեղեկացնենք, որ մայիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մի ֆանտաստիկ համերգ ջազային ֆորմատով, որի գլխավոր մեղավորները արդեն իսկ այստեղ են։ Ես շտապեմ ներկայացնել նրանց։ Վարդան Հովսեփյան դաշնակահար եւ Մարիո Լաժինյան, ելնովիպես դաշնակահար Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Նմանապես։ Ու առավոտը նույնպես ես այդ սկսելը շատ հաճելի է։ Առաջարկում եմ մեր զրույցը սկսենք այնտեղից, թե ում ներգաղափարը ոնց ստացվեց, որ այս ձևաչափը նորից ոնց կարծես թե երկրորդ շունչ կամ նորից թափ հավաքեց եւ նորից սկսեց ակտուալ լինել։ Եվ նաեւ ձեր ծանոթության, ձեր շփման եւ այս համագործակցության մասին նույնպես։ 3 դաշնամուրի ֆորմատը դե նորություն չի, անցյալում այդ ֆորմատով նվագել են ահագին երաժիշտներ, Մարիոն ինքը անցյալում ունի տենց պրոյեկտներ, բայց մեր դաշտում դա նորություն էր ու դա սկսել է Թովմաս Մարտիրոսյանը, ում հետ ես արդեն համագործակցել եմ տարիներ, սա 4-րդ թողարկումն է լինելու, երկրորդին ես մասնակցեցի Վահագն Հարապետյանի եւ Արմեն Բաբախանյանի հետ։ Դա երկրորդն էր։ Երրորդը բաց թողեցի, հիմա սա 4-րդն է, մի փոքր ինտերվալից հետո ու շատ ուրախ եմ, որ այս հոյակապ երաժիշտների հետ ենք մասնակցելու Մարիո Լաժենյան Պորտուգալիայից եւ Կրիստիան Ռանդալուն Էստոնիայից։ Ձեր ծանոթության մասին մի քիչ խոսենք, թե ինչպես եղավ ձեր ծանոթությունը, շփումը։ Ես իմ պատանի տարիներին արդեն Մարիոյի երաժշտությունը գիտեի ու շատ ոգեշնչված էի, ասենք 17-18 տարեկանից մոտավորապես։ Երբ որ առաջին անգամ գնացի Պորտուգալիա, իմ ընկերներին խնդրեցի, որ ծանոթացնեն Մարիոյի հետ, դա առաջի ծանոթությունն էր, գնացինք իրանց տուն, սուրճ խմեցինք, նվագեցինք, դե ինքը իմ հերոսն է, իմ երաժշտական ամենամեծ հերոսներից է, որպես դաշնակահար, որպես կոմպոզիտոր ու իմ ընկերները մոտիկներ, ովքեր իմ երաժշտությունը գիտեն, այս գիծը միանգամից հասկանում են, թե որտեղից է գալիս։ Հենց լսում են մի երկու նոտա, եթե Մարիոյի երաժշտությունը գիտեն, միշտ նշում են, ասում են, միանգամից նկատելի է այդ գիծը։ Առաջի հանդիպման ժամանակ իրենց տանը նվագեցիք։ Նվագեցինք։ Ու ես Մարիոյի առաջի կոմենտն եմ հիշում, ինքը մի քիչ նվագեց, ես նվագեցի, բայց հենց առաջին անգամ ես նվագեցի, ասեց դու ես կոնտրապունկտային երաժշտությունով տարված, ես զգում եմ դա, որը ամենամեծ կոմպլիմենտն էր իմ համար։ Մարիո, դուք հիշում եք ձեր առաջի հանդիպումը, որի մասին քիչ առաջ Վարդանն էլ պատմեց այդպես տպավորված։ If I remember very well. Հիշում եմ, այո, իհարկե շատ լավ եմ հիշում, եւ ամենաառաջին պահից, երբ Վարդանը, ինչպես նա էր պատմում, երբ նա սկսեց նվագել, ես հասկացա, որ նա կոնտրապունկտային երաժշտության մարդ է եւ մի քանի ձայն է միաժամանակ նվագվում եւ շատ ջազային երաժիշտներ չկան այդպիսի, կան իհարկե այդպիսիք, բայց շատերը չեն, որ այդպես են նվագում։ Տեսնում ես ու հասկանում ես, որ նա Բախ է սիրում, օրինակ։ Ես էլ եմ Բախ շատ սիրում, Վարդանն էլ է Բախ շատ սիրում եւ այնինչ նա իմ մասին պատմում էր, ինձ համար մեծ պատիվ է լսելը, քանի որ նա ինքը անհավանական տաղանդավոր երաժիշտ է եւ եթե ես լսում եմ նրա նվագածի մի փոքր կտոր, մի անգամից կարող եմ ասել, սա Վարդանն է, նրա ինքնությունը հրաշալի է ուղղակի, նա ունի այդ ինքնությունը։ Մարիո, դուք համարվում եք պորտուգալական ջազի կենթանի լեգենդներից մեկը։ Դա փաստ է, ինչ խոսք։ Հետաքրքիր է իմանալ ինչ տպավորություն ունեք Հայաստանի հայկական երաժշտության, եթե գիտեք, ծանոթ եք, ու առհասարակ մեր
մեր քաղաքի, մեր երաժշտական ռիթմի մասին ինչ տպավորություններ ունեք։ Okay, so it's hard to Իրականում because this is my բարդ first հարց time է, որովհետև in առաջին Munich, so անգամ եմ I Հայաստան first եկել met եւ ծանոթացել էի by Varden, հայկական I mean, երաժշտության listening հետ to Varden. Վարդանի միջոցով, Of course, I Վարդանին listened լսելով to եւ Khachaturian իհարկե and Խաչատրյանի like հետ էի ծանոթ, but Խաչատրյանի there is երաժշտությանն էի something ծանոթ, about, բայց կա մի բան, not only Armenian, but որ Armenian, միայն which is the- հայկական երաժշտությանը չի բնորոշ, բայց popular հայկականին էլ է music, բնորոշ։ that Այն է, ethnic որ music that has ազգային երաժշտությունը one thing ունի that I like, այսպիսի which մի which հատկանիշ, որը are, գիտեք, simple melodies, Արս but մեղեդի է really պարունակում, inspired. բայց You know, շատ մեծ simple and ոգեշնչմամբ, And պարզ sometimes- եւ ոգեշնչված։ sometimes in jazz, Եվ երբեմն people ջազի needs մեջ to make complex մարդիկ things, you know. փորձում են And ավելի I- բարդ I- բաներ I did ստեղծել։ sometimes this Եվ kind of ես thing, ինքս էլ very այդպես complex. երբեմն անում And եմ then after a while you բարդ think, երաժշտություն եմ I ստեղծում, must բայց ինչ be որ able պահից to do մտածում ես, also simple ես պիտի things նաև կարողանամ and པարզ բաներ clear ստեղծել, and հստակ melodies that մեղեդիներ, որոնք kind of, པարզ են, որոնք yeah, clean in a way, you know. մաքուր են ինչ որ առումով։ And Եվ sometimes I try, երբեմն and you have ես this էլ a փորձում եմ lot. այդպես ստեղծել And ու I ձեր heard երաժշտության some- մեջ this դա melody շատ է from, հանդիպում։ Ես այսպիսի մեղեդիներ եմ լսում, The guy that is in the այն մարդը in the հիշում եք, money. How is his name? նրա անունը Կոմիտասը։ And the Այ, melody. Ես սպասում եմ, որ պետք է And կոմենտար։ the երաժշտության մեջ melodies է are դա incredible. հանդիպում։ So- Մեղեդիները անհավանական են պարզապես։ Ու այդ մեղեդիներով մի փոքր աշխատելու ենք այդ մեղեդիների հետ կոմիտասի մեր համերգին։ Այդ ծրագրի մասին նույնպես Այո։ խոսենք։ Երեք առաջի փորձը արեցինք, միայն ես ու Մարիոն, քանի որ Քրիստիան էս երեք դեռ չէր ժամանել, այո։ Ինձ շատ հետաքրքիր էր այդ համատեղությունը կոմիտասի այդ մեղեդիները, որոնք մենք շատ լավ գիտենք, բայց Մարիոյի հարմոնիզացված այդ տեսակով Եվ ինչպիսին էր նրա մատուցումը, ընկալումը։ շատ հարուստ։ Ինչ է սպասվում ծրագրում։ Հիմնականում մեր օրիգինալ գործերն են։ Մոտավորապես 9 կամ 10 գործ ենք նվագելու, ամեն մեկս առանձին մի սոլո, հետո 3 հատ դուետ եւ 3 հատ թե 4 հատ տրիո։ Տրիո արդեն։ Արդեն միասին։ Բավականին հագեցած է Այո։ ծրագիրը։ Կոմիտասի այդ գործերը լինելու են միացված մեր գործերին, վերջերում կամ սկզբերում, բայց հիմնականում մեր հորինած գործերն են։ Բոլորս 3 գործ ենք բերել։ Ինչ ակնկալիք ունեք հանդիսատեսից։ Կուզենաք դուք պատասխանեք։ Yeah, I mean the expectation Հա, is that իրականում they ակնկալիքս like այն է, music. If they որ like the նրանց music, դուր գա երաժշտությունը, եթե երաժշտությունը նրանց դուր immediately գա, you feel ապա this from them, անմիջապես and- երաժիշտը զգում է եւ it's a good energy to play. այնքան լավ էներգիա է տալիս This is նվագելիս։ not a secret, it's Դա գաղտնիք չէ how ոչ it մեկի is. համար, If միշտ you այդպես է feel that- գործում։ that Ու երբ զգում our ես, joy որ on stage մենք միասին achieves the audience, this is մեկ the ջանքերով best feeling հասնում ենք there is. լսարանին, սա And լավագույն that's what we զգացողությունն է ու դա է մեր Ինձ հույսը։ համար առանձնապես շատ հետաքրքիր է, քանի որ մենք բոլորս տարբեր ձեռագրեր ունենք, չնայած իմ ձեռագիրը շատ մոտ է Մարիոյին, բայց Քրիստիանի մասնակցությամբ 3 տարբեր ձեռագրերով թե այդ համատեղությունը ոնց առնելու, հանդիսատեսը ոնց անկեղլելու շատ հետաքրքիր է ինձ։ Ես վստահ եմ, որ շատ լավ է անցնելու ամեն ինչ ու ճիշտ ձև էմոցիաները, երբ որ երաժշտության միջոցով կատարող արտիստի կամ երաժշտի կողմից հա փոխանցվում է հանդիսատեսին, չի կարող վատը լինել։ Երբ որ երաժիշտը ինքն արդեն այդ ամեն ինչի մեջ ապրում է ու այդ հույզերը այն ինչ որ ստանում ու ստեղծում է, փոխանցում է դահլիճ, վստահաբար դա ստացված է լինելու։ Հետաքրքիր է ձեր տրիո միասնությունը առաջին անգամ եք, չէ՞, դուք միասին համագործակցում։ Այո։ Երբևէ միասին չեք նվագել։ Ոչ։ Եվ քանի փորձ մնաց, այսինքն եթե 3-1 եք արել, բայց ոչ 3-ով, Այսօր ու վաղը երկու փորձ ու վերջ։ Այո։ ու վերջ պատրաստ է։ Պրոֆեսիոնալ լինել ինչ լավ բան է։ Ես ասում ասել։ Բայց նախապես մենք գործերն արդեն ուղարկել ենք իրար։ Պատրաստ են նայել անում ենք, մեկը նաև իր պարապել ենք, ու բավականին դժվար գործեր Մարիոյից եւ Քրիստիան, հատկապես Մարիոյի գործերը, ինչպես նաև ինքը նշեց կոնտրապունկտը, որ մի քանի ձայներ միաժամանակ շարժում են։ Երբ որ Մարիոյին առաջարկեցինք այս համերգը, հենց այդ պահին
ես կարծում եմ ինքը տենց լավ vocation շվեց ու նոր գործ մի գործ գրելը հատուկ է ստրիոյի համար։ Նոր պրեմիերա այսքան առաջին անգամ գործ է։ Իսկ առաջիկայում Totally premiere. Totally premiere. Ամբողջովին նոր է, առաջին անգամ է պրեմիեր է։ առաջիկայում սպասենք մենք էլի համագործակցությունների, բայց այլ արտիստների հետ կամ նույն տրիոյով դուք էլի պատրաստվում եք հանդես գալ։ Նույն տրիոյով դեռ պլաններ չկան, բայց տեսնենք այս համերգը ոնց կանցնի։ Ես վստահ եմ, որ թե Քրիստիանին, թե Մարիոին վստահաբար ստացված տրիո է լինելու, ստացված համերգ է լինելու, արժե սա եւս մեկ անգամ կկնել, իսկ ընդհանրապես Տոմսի մնացել է, որ մարդիկ Այո, Տոմսեր կան։ մի քիչ մնացել է, արագացեք այդ 2-3 հատ Տոմսն էլ փաստերեք գնել, թե չէ կորցնեք այս բացառիկ հնարավորությունը։ Մենք գիտենք նաեւ, որ բացի այս տրիոյից, բացի մայիսի 17-ին կանալիք այս համերգից, դուք ունեք եւս 2 համերգներ։ Մի փոքր քանի որ ունեք ժամանակ նաև դրանց մասին նույնպես խոսենք։ Նոր մշակումներ են բերել, նոր գործեր իմ լավ ընկերներ Արտյոմ Մանուկյանի եւ Կարեն Քոչարյանի հետ, թավջութակար եւ թմկար։ Մեր ջերմ բարևներ են նրանց։ Շնորհակալություն։ Մայիսի 21-ին եւ 23-ին։ Ինֆորմացիան կարող եք ստանալ մեր սոցիալ ցանցերում արդեն։ Հրաշալի։ Շատ շնորհակալություն ձեզ, որ առավոտը մեզ հետ սկսեցիք։ Ես անկեղծ վստահ եմ, որ վերջին շրջանում Վարդանի եւ Վարդանի պես լավ երաժիշտների, որակյալ եւ պրոֆեսիոնալ երաժիշտների շնորհիվ մեր հասարակությունը նույնպես կրթվել է այս ուղղությամբ, չնայած որ դեռ սովետական միությունների ժամանակ ջազի նկատմամբ հայերիս մոտ կար յուրահատուկ վերաբերմունք։ Ոչ այսպես միանշանակ էր սա տոկոսային հարաբերությամբ շատ քչերի, բայց կար շատ այլ մոտեցում։ Եվ վստահ եմ, որ ձեր կողմից նույնպես երաժշտությունը, որը կստեղծվի եւ այդ օրը այդ աուրան ու այդ էներգետիկան կփոխանցվի մեր հանդիսատեսին, վստահաբար բոլորը կհասկանան եւ բոլորը շատ կսիրեն։ Այնպես որ Մայրո պատրաստվեք երկրորդ այցին նույնպես։ Ես գուցե շտապում եմ մի քիչ ժամանակից առաջ, բայց վստահ եմ, որ մեկ նմանատիպ համագործակցությունը ու մեկ համերգ ունենալը շատ քիչ է Հայաստանում։ Thank you so much. Thank you so much. Ձեզ շատ շնորհակալություն, ձեզ լավ օր ենք մաղթում։ Շնորհակալ ենք, որ առավոտից սկսեցիք հենց մեզ հետ։ Ապրեք։ Շնորհակալություն։ Ինչ անենք մենք։ Լսենք երաժշտություն։ Անպայման, լսենք երաժշտություն։ լավ երաժշտություն։ Մենք միշտ լավ երաժշտություն ենք լսում։ Լսենք, հետո վերադառնանք ու շարունակենք։